Դերասանուհի Լիկա Մեսրոպյանը Instagram-յան իր էջի սթորի բաժնում նոր հոլովակ էր հրապարակել, հետևորդներին հայտնելով, որ ինքը որդու Արամի հետ միասին մեկնում է հանգստի, թե որ երկիր են մայր ու որդի պատրաստվում մեկնել, Լիկան դեռևս չէր հայտնել, միայն ընդգծել էր ճանապարհը մոտ 16 ժամ է տևելու։ Դու ես լեզվով խոսում։ Ես ինչերին ես խոսում, Արամ։ من قبل الجهات الأمنية وذلك حفظا للأمن والسلام. Մեզ հիմա որ կանչեն էլ մենք չենք հասկանը։ Մենք 16 ժամ հետո կհայտնվենք այնտեղ, որտեղ որ պիտի լինենք։ Հիմա ասես բոմժի պես նստած ենք։ Բոմժի պես նստած ենք, մամ ջան։ Ինչ տղա է։ Ես հաճախ եմ մտածել այդ մասին, մեր հասարակությունը ավելի շատ սիրում է այնպիսի արտիստի, ում կկարեկցի, կցավի նրա համար, մենք չենք սիրում ուժեղ, վառ անհատականությունների, որոնք առաջնորդ են և որոնց ասածը պետք է ընկալենք ու հետևենք նրանց, մեծ մասը մտածում է, որ ինքն էլ է արժանի, որ իր հետևից գնան իրեն լսեն, մենք չենք կարողանում համախմբվել առաջնորդի, նրա մտքերի շուրջ, եթե ուշադիր նայենք Խորեն Աբրահամյանի ստեղծած կերպարներին, նրա ապրած կյանքին, նրա մտքերին, կտեսնենք, որ նա մեր ազգի մեծ առաջնորդներից մեկն էր։ Շատերն են ասում, որ նմանություն կա, բայց ես կարծում եմ, որ ասողներից շատերը նաև ուզում են, որ այդ նմանությունը լինի։ Իրականում ես չեմ կարող իր պես լինել, որովհետև ինքը հզոր անհատ էր։ Ես ուրիշ տեսակ մարդ եմ։ Ես դեռ ճանապարհ ունեմ անցնելու եւ այդ ճանապարհի վերջում, երբ շուռ գամ եւ հետ նայեմ, այդ ժամանակ կտեսնեմ ով էի, ում էի նման կամ նման չէի, ինչ արեցի, ինչ թողեցի ինձանից հետո։ Խորեն Աբրահամյանը հայ թատրոնի մեծագույն դերասաններից մեկն է, իսկ ահա Խորեն Լևոնյանը մանավանդ վերջին շրջանում հաճախ հանդես չի գալիս ներկայացումներում, փոխարենը ավելի շատ հեռուստատեսությունում կամ սերիալներում է նկարահանվում։ Եվ անդրադառնալով թեմային, թե արդյոք չի ուզում թատրոն վերադառնալ, դերասանն ասել էր. Սունդուկյանի թատրոնում էի աշխատում, հետո ժամանակի սղության պատճառով դուրս եկա։ 2020 թվականից հետո ինձ համար շատ բան է փոխվել։ Հիմա ինչով էլ որ զբաղվեմ, ուզում եմ նվիրված լինի մեր պայքարին, այն խնդիրներին, որ մեր երկրում առկա են։ Ուզում եմ այդ ուղղությամբ շարունակել, մնացած բաներն այս պահին ինձ խորթ են թվում։ Չեմ կարողանում ուրիշ բանի վրա կենտրոնանալ։ Նախ թատրոնները պետք է պետական պատշաճ հովանավորություն ստանան։ Ամոթ է, երբ ամենացածր աշխատավարձը ստանում են դերասանները։ Դերասաններն էլ երեխաներ ունեն, որոնց կարիքները պետք է հոգան, այնինչ ստանում են 90-ից 120 հազար դրամ աշխատավարձ։ Ցանկացած ֆուտբոլային ակումբի պահեստային խաղացող 4 անգամ ավելի շատ է ստանում։ Բավականին շատ դերեր կան, որ կուզեի խաղալ թատրոնում, եթե Աստված հաջողի եւ ֆինանսական ներդրում կամ հովանավորություն լինի, այդ դեպքում կփորձեմ մի քանի բան անել թատրոնում, բայց այս պահին չեմ կարող ոչինչ հստակ ասել, որովհետև հիմա իմ մտքում ուրիշ բան է։ Ես նպատակ եմ դրել իմ առաջ եւ ուրիշ բան աչքիս չի գալիս։ Մեր խմբի տղաների Տիգրան Աթայանի, Իշխան Ղարիբյանի հետ ստեղծել են երգեր, որոնք ես փորձեցի իմի բերել։ Ընթացքում հասկացա, որ ասելիք շատ կա, որ այդ ամենը իրոք իմն է։ Մեկ տարվա երկար աշխատանքից հետո ալբոմ թողարկեցինք, որը լույս տեսավ հոկտեմբերի 27-ին։ Այժմ տեսահոլովակների եւ համերգների վրա ենք աշխատում։ Աշխատում ենք նաև վավերագրական ֆիլմի վրա, որը կոչվելու է «Հույս»։ Ֆիլմն այն 6 տղաների մասին է, որոնք շրջափակման մեջ էին մնացել եւ մյուս 6-ի, որոնք զոհվեցին։ Հետաքրքիր բաներ ենք մտածել, ուզում ենք մեր ասելիքը ներկայացնել։ Այդ երգերն էլ կլինեն ֆիլմում։ «Հույսը» երևի ամենամեղմ տարբերակն է, մնացածը ավելի չոր են եւ ավելի պինդ, ոչ մի նվնվոց։ Վերջերս նկատում եմ, որ դեպի լաց տանող երգեր են ծնվում եւ ես որոշեցի այլ ճանապարհ ընտրել, որպեսզի բացը լրացնեմ։ Պետք է ուժեղ ու պինդ երգեր լինեն, որոնք գուցե մտածելու եւ տխրելու տեղիք տան, բայց նաեւ ոգի բարձրացնեն ու ամրացնեն։ Ալբոմը սկսում է մեր մանկությունից 1992 թվականից։ Դրանք ուղղակի երգեր չեն, նրանցում գեղարվեստական ֆիլմին բնորոշ գծեր կան։ Երգերն այնպես եմ հավաքել, որ ունենան սկիզբ, ընթացք եւ զարգացում։ Պետք է առաջինից մինչեւ 8-րդը լսես այդ երգերը, որ մտքիդ թելը չկտրվի եւ հասկանաս, թե ինչ ենք ուզում ասել։ 2020 թվականի տարվա
առաջին կեսը նորմալ էր, երկրորդ մասից հետո բոլորիս կյանքը փոխվեց։ Ես նման վատ տարի չեմ ապրել, փորձել եմ չհանրայնացնել, չբարձրաձայնել այն, ինչ իմ ուժերի ներածին չափով արել եմ այդ ընթացքում։ Մենք անցանք այդ ամենի միջով եւ հիմա ժամանակն է, որ դասեր քաղենք եւ հասկանանք մենք ինչ ենք ուզում, ինչ սերունդ ենք ուզում դասյարակել, ինչպես մարդկանց սփոփենք։ Պետք է շարունակել ապրել, բայց ոնց ապրել, ինչ ուղղություն բռնել, ուր գնալ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պիտի գտնենք։ Սպիացած վերքերով հանդերձ պետք է շարունակենք անել այն գործը, որը մեր հայրերն ու պապերն են սկսել, չթողնել այս երկիրը օտարանա։ Մենք ինքներս մեզանից մեր տեսակից չօտարանանք, իրապես հայ լինենք ու մի մեծ ամուր ընտանիքի նման ապրենք։ Ես իրապես ունեմ հույս երկի մեջ այդ մասին հենց այնպես չի երգվում։ Սա մի փուլ է, որը պետք է հաղթահարենք։ Բառերը քիչ են ասելու, թե իմ հոգում ինչ կա այս պահին։ Ես փորձում եմ ավելի շատ գործով անել, չգիտեմ, եթե ես խոսեի, դա ինչով կօգներ, փոխարենը շատ ուրիշ բաներ եմ կարողացել անել, դա է իմը։ Մենք միշտ մի բան անում ենք, հետո ենք մտածում, պետք է հերթականությունը փոխել։ Հասկանալի է, բոլորն են հիմա վատ վիճակում, բոլորն էլ ավելի էմոցիոնալ են։ Մի մասը փորձում է ելք գտնել, մի մասը հանգիստ ապրել եւ ընդհանրապես բանի տեղ չդնել տեղի ունեցող իրադարձությունները։ Մի հատված էլ կա, որ նույնիսկ փորձում է օգտվել այս իրավիճակից։ Այսօր համախմբվածության պակաս կա։ Երևի համախմբող միտքը չկա, միտք, որը բոլորին իր շուրջ կհամախմբի։ Մենք վերածվել ենք պառակտված մասսաների։ Ցավոք այս ամենը մեր պատմության տարբեր ժամանակահատվածներում արդեն տեսել ենք եւ անհրաժեշտ պահին չենք կարողացել մեկ բռունցք դառնալ։ Երբ 2006 թվականին մի վախեցիր հեռուստասերիալում նկարահանվեցի, սկզբում ուրախացա, որ նման ֆիլմ կա պատերազմի մասին, արձագանքները շատ էին։ Հետո տխրեցի, որովհետև անցանք տասնամյակներ ու մենք 2 կամ 3 ֆիլմ ունեցանք պատերազմի մասին, չկարողացանք մեր հերոսների մասին ֆիլմ նկարել, չկարողացանք սովորական երիտասարդ տղայի մասին պատմել, ով սխրանք է գործել։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ոչինչ չարեցինք։ Մենք կարող էինք մշակույթով, թատրոնով, ֆիլմերով դասյարակել լավ քաղաքացի, լավ հայ, լավ ծնող, բայց մենք շարունակում ենք ոչինչ չանել։ Երևի պատճառը խորը չմտածելու հետևանք է։ Մենք պետք է շատ ավելի հեռահար մտածենք, քան 2-3 ամիսն է։ Գոնե 20-30 տարի պետք է աչքի առաջ ունենանք։ Հրեաները մշակում են 100 տարվա ծրագիր եւ երբ մեկը մահանում է, մյուսը գալիս է ու նրա կիսատ թողածը տեղից շարունակում է առաջ տանել այդ գործը։ Մենք կարճ ենք մտածում։ Այս ամենը նաեւ կարճ մտածելու հետևանք է։ Դա վերաբերվում է նաեւ հեռուստատեսային ոլորտին։ Այս պահին լավ է, ռեյտինգները բարձր են, փողը շատ է, մյուս անգամ հովանավորը ավելի շատ կտա։ Իսկ թիրախը ովքեր են։ Ովքեր են նայում այդ հեռուստասերիալները, տնային տնտեսուհիները, որոնք այդ հոգեբանությամբ էլ երեխա են դասյարակելու, տարիներ անց նրանք այդ երեխաներին հասարակությանն են տալու։ Մենք ոչ մի բան չունենք, չգիտենք 15-րդ դարի հայը ինչ միտք է ունեցել, չգիտենք նրա գլխում ինչ է կատարվել, շարժ ու ձևը, հագու կապը ինչպիսին են եղել, իսկ այդ ամենը կարելի է ներկայացնել ֆիլմերով։ Իրականում մենք չգիտենք, թե ով ենք մենք։ Մենք միայն 20-րդ եւ 21-րդ դարի հայն ենք, այնքան հիանալի ֆիլմեր կարելի էր նկարել։ Հաճախ եմ գնում Կոմիտասի անվան Պանթեոն, ամենաթանկ տեղն է ինձ համար։ Այնտեղ ննջում են մարդիկ, որոնք բազմաթիվ խնդիրներ են ունեցել միայն այն պատճառով, որ սիրել են իրենց հայրենիքը, տառապել կամ պատժվել են միայն հայրենիքը սիրելու համար։ Նրանցից յուրաքանչյուրի մասին գոնե մի գործ նկարված լիներ, մեր ուղեղները, ճաշակը, մեր վարքն ու բարքը այսօր հաստատ ուրիշ կլինեին։ Իսկական հայ տղամարդու տեսակը երևի այն մարդն է, ով անվերապահորեն սիրում է այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ, բարի է, ներողամիտ է, լավ քաղաքացի է։ Գուցե դա է հայ տղամարդու լավագույն կերպարը։ Հիմա ամեն ինչ խառն է, մենք կարծես տասնյակ տարիներ հետ ենք գնացել, նորից շփոթվում ենք, նորից կորցնում ենք մեր ինքնությունը, նորից մեզ կորցնում ենք, չենք հասկանում, թե ազգովի մեզ ինչպես պահենք։ Սա էլ դաս է, որ մենք պետք է քաղենք եւ գուցե այդ պարագայում ձևավորվի մեր ազգային դեմքը։ Կուզեի ֆիլմ նկարել սովորական երիտասարդ զինվորի մասին, ով հայտնի ընտանիքից չէ, մեծ անուն չունի, հասարակ տղա է, ավտոմատը ձեռքին։ Այդ տղերքին մենք չենք կարող մոռանալ։ Դա նրանց հետ չի բայց գուցե հետ բերի մեր ազգային ինքնությունը, ով ենք մենք, ոնց կարող էր 18-19 տարեկան տղան ավտոմատով զինվորական մեծ արսենալի դեմ կռվել։ Մենք պետք է մտածենք ապագա սերունդների մասին։ Գուցե հիմա ամեն ինչ խարխլված է, բայց եթե չենք ուզում, որ այդպես մի 20 տարի եւս շարունակվի, պետք է մտածենք ովքեր ենք լինելու եւ ուր ենք գնալու։ Սիրելի բարեկամներ,
Սիրելի հայեր, ես շատ շնորհակալ եմ բոլոր ջերմ խոսքերի համար։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ այսքան հազարավոր նամակներ գրելու համար ու շատ ուրախ եմ, որ ինչ որ չափով փորձեցինք ձեզ լավը մատուցել, ձեզ կիրթը մատուցել, ձեզ հայկականը մատուցել։ Ես իմ դասարանի անունից ձեզ ասում եմ շնորհակալություն, մնացածը կասեն իրենք։